բարեկամներ, ինչպես գործընկերներս նշեցին, մենք Անտիֆեյքերի խմբագրության թիմով ԱՄՆ դեսպանատան մոտ ենք երկու նամակ փոխանցելու համար։ Առաջինը Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ Լուսինե Առաքելյանի ուղերձն է ԱՄՆ դեսպանին, որը տեսանյութի միջոցով հրապարակվել է մի քանի օր առաջ եւ առ այս պահը որևէ արձագանք չի եղել այդ նամակին։ Երկրորդը Անտիֆեյքերի խմբագրության նամակն է, որտեղ մանրամասն նկարագրված են իրադարձությունների հաջորդականությունը, այն բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել սկսած նոյեմբերի 13-ից։ Կկարդամ միայն Անտիֆեյքերի խմբագրության նամակի եզրափակիչ մասը, որտեղ մենք կոչ ենք անում ԱՄՆ դեսպանին Հայաստանի իշխանություններից պահանջել քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի անհապաղ ազատ արձակումը, դիվանագիտական եղանակներով բարձրացնել նրանց կալանքի քաղաքական դրդապատճառների հարցը, մշտադիտարկում իրականացնել իրավապահ մարմինների կողմից գործողությունների նկատմամբ, որոնք ուղղված են Անտիֆեյքերի գործունեության սահմանափակմանը, եւ աջակցել Հայաստանում խոսքի եւ մեդիայի ազատության պաշտպանությանը, հատկապես այն պայմաններում, երբ անկախ լրատվամիջոցները դառնում են իշխանական ճնշումների թիրախ։ Այս երկու նամակները մենք ցանկանում ենք արձեռն հանձնել ԱՄՆ դեսպանատանը, բայց մեզ տեղեկացրեցին, որ իրենք արձեռն նամակներ չեն վերցնում եւ մենք սա անպայման կփոխանցենք էլեկտրոնային փոստի միջոցով։ Մեր խնդիրն է ամեն կերպ ԱՄՆ դեսպանատանը եւ բոլոր միջազգային կառույցներին, ովքեր որ կարող են շահագրգռված լինել Հայաստանում խոսքի ազատությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ, ազատ մեդիայի գործունեությամբ, տեղեկացված լինեն խնդրի մասին, որպեսզի հետագայում չասեն, մենք տեղյակ չէինք։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն, ազատություն։